Նոյեմբերի 18-ին Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաեւ գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները եւ այդ համատեքստում հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման եւ արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների եւ շուկայավարման կարողությունների զարգացմանը, միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 1 կիլոգրամ սիգի համար դրույքաչափը 65 դրամից կդառնա 200 դրամ։ Այդ մասին այսօր նոյեմբերի 19-ին սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերի փոփոխությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ներկայացնելով 2025 թվականի ապրիլի օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։ Կենսապաշարների բնօգտագործման վճարների վերանայման նպատակն այն է, որ մեր ձկնատեսակների ռեսուրսներն արժևորվեն, ընդգծեց նա։ Ավետիսյանը հիշեցրեց, որ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Նա տեղեկացրեց, որ բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափերը մոտ 2 անգամ ավելացել են։ Բացառություն է կազմում սիգը, որի դեպքում դրույքաչափը 3 անգամ է ավելացել։ Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վճարումների կարգի մեջ։ Եթե հիմա պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, ապա 2026 թվականի հունվարի 1-ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։ Նոյեմբերին տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին եւ վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին եւ վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական եւ միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927.7 միլիոն դրամ, ապահովելով 30.5% աճ 2023 թվականի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116.5 միլիոն դրամ զուտ շահույթ, ինչը շուրջ 10%-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Ավելին, պլանավորված շահույթը գերակատարվել է 16 միլիոն դրամով։ Տարեկան ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզահամերգային համալիրի հիմնական ենթակառուցվածքների վերազինման գործընթացին, մասնավորապես հակահրդեհային եւ օդափոխության համակարգերի արդիականացման ընթացքին, տանիքի եւ այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև դեպի համալիր տանող աստիճանավանդակի եւ շատրվանային համալիրի վերակառուցման նախագծային փաթեթի ձեռքբերմանը։